Ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած 9 քաղաքական ուժերից որևէ մեկը որևէ ընտրատեղամասի քվեարկության արդյունք անվավեր ճանաչելու դիմում չի ներկայացրել, իսկ վերահաշվարկի դիմումներն ընդամենը 4-ն են, այն էլ ռեյտինգային թեկնածուների կողմից։ Ինչպես հայտնի է, վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներ ճանաչելու դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովներ կարող են ներկայացվել մինչև ապրիլի 4-ը ժամը 11:00-ն սահմանված ժամկետում, այսինքն նշված ժամկետում թվով 4 տարածքային ընտրական հանձնաժողովներ են ստացել վերահաշվարկի դիմումներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանի փոխանցմամբ 4 ռեյտինգային թեկնածուներ պահանջել են վերահաշվարկ 12 ընտրատեղամասերում։ Հույդա թեկնածուներից մեկը միանգամից Վայոց ձորի 9 ընտրատեղամասում, Հայկական վերածննդի եւ Ծառուկյան դաշինքի թեկնածուները Երևանի մեկական ընտրատեղամասում եւ Իշխող հանրապետական կուսակցության տարածքային թեկնածուներից մեկը Տավուշում։ Բոլոր 4 դիմումները մերժվել են ըստ հանձնաժողովի նախագահների ընտրական օրենսգրքի համաձայն։ Նշված դիմումները քննարկվում են տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից եւ որոշումները ևս կայացվում են տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից։ Նախորդ համապետական ընտրություններին քվեարկության արդյունքների վերահաշվարկի եւ անվավեր ճանաչման դիմումներ ավանդաբար ներկայացրած ուժերից ՀԱԿ-ից փոխանցեցին, որ այս գործընթացն անիմաստ են համարել։ Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքը, որում ընդգրկված է նաեւ Ժառանգություն կուսակցությունը, հայտարարելով, որ չի ընդունում ընտրության արդյունքները, այնուամենայնիվ վերահաշվարկի դիմում եւս չի ներկայացրել։ Փոխարենը կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում են ընտրական տեղամասերում ձեռք բերված բոլոր մատնահետքերը համեմատել։ Մենք խիստ կասկածներ ունենք, որ ընտրությունների այդ արդյունքները ապահովել են բազմակի քվեարկության արդյունքում, ինչպես նաև ընտրակաշառքների միջոցով։ Քանի որ մատնահետքերի ընդհանուր բազա գոյություն չունի եւ ազգային ժողովում ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ էլ մեր բարձրացրած այդ առաջարկը չընդունվեց, որպեսզի ընդհանուր բազա ստեղծվի մատնահետքերի, մենք այժմ պահանջում ենք, որ համեմատական անցկացվի, տեսնենք, թե քանի հոգի են մի քանի անգամ կամ կրկնակի քվեարկել։ Խորհրդարան անցած մեկ այլ ուժ Ազատ դեմոկրատները իր հերթին հայտարարում է, որ ապրիլի 2-ի քվեարկության արդյունքն ընդունում է որպես կայացած իրողություն, ավելացնելով սակայն, որ արդյունքների վրա ազդել են տոտալ ընտրախախտումները։ Սա հետ քայլ է ժողովրդավարությունից եւ ժողովրդավարական չափանիշներից, ընտրախախտումները համատարած էին եւ դրանք հիմնականում կատարվել էին ընտրատեղամասից դուրս, այսինքն վարչական ռեսուրսի անխնա օգտագործում, լծակներ, անօրինական լծակների կիրառում եւ ամենատարածված ընտրակաշառքը, որը էապես եւ էականորեն ազդեց ընտրությունների ողջ ընթացքի եւ ընտրությունների արդյունքների վրա։ Խորհրդարան անցած ուժերից ելք դաշինքը այսօր եւս հնչեցրեց ապրիլի 2-ի ընտրության գնահատական, հայտարարելով. Ընտրությունների պաշտոնական արդյունքները ընդհանուր առմամբ ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում եւ ելք դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե։ Սակայն թե նախընտրական քարոզչության ընթացքում, թե քվեարկության օրը քաղաքացիների ընտրական կամքը ենթարկվել է վարչական եւ ֆինանսական ապօրինի ճնշումների, որոնց վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր կան, իսկ իրավապահ մարմինները ընտրակաշառքների հարցում ցուցաբերել են համատարած անգործություն։ Այնուամենայնիվ այս դաշինքը եւս վերահաշվարկի կամ որևէ ընտրատեղամասի արդյունք անվավեր ճանաչելու դիմում չի ներկայացրել, նշելով, որ իրենց խորհրդարանական գործունեության ընթացքում միջոցներ կձեռնարկեն ընտրական ապօրինի երևույթների դեմ պայքար մղելու համար։